Դատի են տվել ՀՀ քաղաքացիները վարչապետին, ինչպես իրեն քաղաքացիներն են ասում, անպատասխանատու հայտարարությունների համար։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Հունիսի 11-ի ճեպազրույցին է Փաշինյանն ասել, խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի ստացած քվեն օրգանիկ է, ընդդիմադիրներինը ոչ։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Ինչև ինչքան ժամանակ եք թողնելու։ Վաղուց ժամանակն է, որ ՀՀ քաղաքացին թույլ չտա վարչապետին աջ ու ձախ չհիմնավորված հայտարարություններ շաղտալ, ասում է Կիրակոսյանը։ Լրագրողն ուզում է, որ Փաշինյանի համար առանց ապացույցների հայտարարություն անելը նույնքան դժվար լինի, որքան օրինակ խոստուբ բարձրանալը։ Ովքեր են Փաշինյանին դատի տված մարդիկ, որ ՔՊ-ին չեն ընտրել, հենց դրա համար էլ վարչապետը նրանց կաշառակեր է անվանել։ Բագրատ Սրբազանը արդեն դիմել է եւ ինչ որ մի կին Լուսինե անունով, որին չեմ ճանաչում, հանրային գործողություն ունի թե չունի։ Լուսինե Ավագյանը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին հրապարակային հերքել այդ հայտարարությունը եւ վճարել 6 միլիոն դրամ, որպես զրպարտության եւ վիրավորանքի համար պատճառված վնասի փոխհատուցում։ Բագրատ Սրբազանի փոխհատուցման պահանջը սիմվոլիկ է։ Միայն ներողություն ակնկալելով։ Նարինե Կիրակոսյանն ուզում է, որ այս գործընթացները նախադեպեր դառնան։ Իսկապես դա պատվի հարց է։ Զրպարտության եւ վիրավորանքի համար Փաշինյանի դեմ հայցեր ներկայացնեն բոլոր այն մարդիկ, որոնք խորհրդարանական ընտրություններին քվե են տվել ընդդիմությանը։ Եթե ոչ կես միլիոնը, մի զգալի մասը գոնե պատասխանատվության կանչեն իրենց կաշառակեր անվանողին։ Պահանջ եմ ներկայացրել եւ դիմել եմ 3 ուրեմն դիմադիր ուժերին։ Լրագրողը Facebook-յան հայտարարություն է տարածել, ուզում է, որ ընդդիմադիրներն օգնեն մարդկանց դատական հայցեր ներկայացնելու հարցում։ Դատական ծախսերը փոքր չեն։ 7335 հոգի հեսա իմ գրառմանը տակ հավանություն են տվել եւ կիսվել են, այսինքն պատկերացրեք ինչքան մեծ պահանջ է, որտեվ ես Facebook-ում այդքան շատ հետևորդներ չունեմ, բայց այդ գրառումը մեծ ուրեմն արձագանք է ստացել։ Նարինե Կիրակոսյանը պարզել է, որ քաղաքական գործիչներից մինչև պարզ քաղաքացիներ վարչապետի ենթադրյալ զրպարտության դեմ դեռ 2018 թվականից են հայցեր ներկայացրել։ Ուղղակի այդ հայցերը տեղից չեն շարժվել։ Կամ կարճվել են, կամ չգիտեմ, փոխվել են, այսինքն այդ դատական գործընթացը անդադ ձգձգվում է։ Ինչ երաշխիք, որ նույնը նոր հայցերի հետ չի լինելու, դրանք էլ այսպես ասած չեն քնեցնելու։ Ես կենթանու օրինակը հենց այնպես չասեցի։ Բանը հասել է նրան, որ Հայաստանում կենթանիները Ծառուկյանի կենթանիների հետ պատահածը վկա գույք են դառնում ու արգրավում։ Մի օր քաղաքացուն էլ պետության գույքը կդարձնեն ու կարգրավեն իրենց պետություն հռչակած պաշտոնյաները։ Թողնենք բանը դրան հասնի։ Հարցին հարցով է պատասխանում հետաքննող լրագրողը։ Պնդում, լռելն ամեն դեպքում լուծում չէ։ Կաթիլը քար է ծակում։ Առավելագույն 6 միլիոնն եմ Նիկոլ Փաշինյանից պահանջում, որ մյուս անգամ, երբ որ ինքը ինձ մյուսին կասի կաշառք եք կերել կամ կաշառքով եք ընտրության արել, պատասխանատու լինի։ Գոնե նեղը չգցել վարչապետին անպատասխանատու հայտարարությունների համար, շարունակում է Կիրակոսյանը։ Ինչ շատ պետք է, ինչ կաշառքի մասին է։ Ես ուզում եմ, որ ընդդիմությունը գար, որ առողջ քաղաքական դաշտ լիներ։ Ես գիտակցաբար եմ իմ ընտրությունը արել։ Հիմա Հայաստանը միայն անունով է ժողովրդավարական, ասում է լրագրողը, ձգտում իրական։ Փաշինյանի ձևակերպածը չէ, իսկապես ժողովրդավարական երկիր ունենալ, որտեղ վարչապետը կգիտակցի, ինքը պետությունը չէ, ինքը ժողովրդի քվեով պետության համար աշխատողն է։ Պետք է պատասխանատու լինի իր քայլերի ու հայտարարությունների համար։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։